Բայց եկեք մեկ սովորեք անգլերեն առանց դասախոս։ Այս գրքը ամենահիանալի տարբերակն է։ Ձեր համար մեթոդ է մշակել, որ իսկականի ձեզ ոչ մի դասախոս պետք չի։ Հիմնականում որ այս գրքերը սովորում են, ուրեմն Օքսֆորդի գրքերով կամ եւ այլ գրքերով որ սովորեն, մակարդակի գրքերով, եթե մի քիչ վատ է խոսում, sorry բրեքետների պատճառով։ Եթե ուրեմն ուզում են սովորեն, հիմնական ժամանակը գնում է նրա վրա, որ մարդիկ այդ տեքստերը սկսում են թարգմանել, հերթով բառերը առանձնացնել, արտասանության վրա են շատ ժամանակ ասում, արտասանություն են կողքերը գրում, հետո սկսում են սովորել։ Այսինքն նրանք հիմնականում ոչ թե սովորում են, այլ ասած բառ են հանում ու արտասանություն են գրում։ Հետո դեռ պետք է ժամերով կարծան, որ սովորեն։ Հիմա այդ դրա համար դες ոչ մի աշխատանք պետք չի անել։ Նույն այդ Օքսֆորդի գրքերը ինչ որ կան, նույն տեքստերը։ Ուղղակի ես վերցրել եմ այսինքն սիրուն գրել եմ, այսինքն sense գրում եմ, կողքը թարգմանություն է, կողքը տրանսկրիպցիան։ Իսկ քերականությունը էլի, եթե Օքսֆորդի գրքերով, նույն ես Օքսֆորդի գրքերով հիմնական դասավանդում դրա համար, բայց ուրիշ գրքեր կան, ու իմ համար ամենահաջողվածը Օքսֆորդի գրքերն են։ So քերականությունը էլի, ինքը բարդ է, ոնց որ ես այդ նույն գրքերը սարքել եմ հայերի համար։ Եթե քերականությունը իրանք բարդ են բացատրում, որտեղ իրանք չգիտեն մեր լեզուն, իրանք ընդհանուր են գրել, որ բոլոր մարդիկ իրանք իրանք ցանկացած մարդ կարողանա սովորել, ցանկացած ազգի։ Իսկ ես այդ նույն քերականությունն է, այսինքն որը որ մեր համար է առաջ, օրինակ այնտեղ քերականություն կա, որ մեզ ընդհանրապես պետք չի։ Օրինակ գրած է, որ ածականից հետո գալիս է գոյականը, բայց եթե մեր լեզվի մեջ օրինակ ածականից հետո գալիս է գոյականը, այդ քերականությունը ոնց որ մեր համար լրիվ անիմաստ է, օրինակ այդ մասը կարող մենք ընդհանրապես չսովորենք, որտեղ մեր մոտ նույնն է։ Օրինակ ոչես սովորացնելու, որ օրինակ ասում են գեղեցիկ ծաղիկ, beautiful flower, եթե մեր մոտ նույնն է, հիմա չկա։ Այսինքն կան սովորում ես հենց այն, որ հայերենի տարբեր է։ Այսինքն նույն քերականությունը ավելի հեշտացված տարբերակով, հենց մեր համար հարմատելով նույն հայերեն լեզվի հետ, բարձ մաչելի գրած է։ Տեքստերը այս ձևով, այսինքն ընդհանրապես պետք է այս գրքը ուղղակի մի քանի անգամ կարդաք։ Եթե պետք է գնայեք թարգմանեք գրքերը, տեքստերը, հա, դրա վրա պետք է անիմաց ժամանակ ծախսեք սովորելու վրա, ընդհանրապես այս գրքը վերցնում եք, ասենք մեկ մակարդակը դուք կարաք լրիվ, եթե ամեն օր նստեք այս գրքը ուղղակի կարդաք, այն որ մի ամսում կարաք մի մակարդակը հանգիստ ավարտեք։ Լրիվ, եթե ուղղակի նստեք կարդաք, այնքան պետք է կարդաք, այնքան պետք է լսեք, նույնիսկ լսողականն էլ, իսկ դնում եք ու լսում եք, որ տպավորվի բառերը, այդքան բան, ու քերականությունը նույնն է, ուղղակի կարդում եք, շատ հեշտ, ահա որ հերս ձևով քերականությունը բացատրված է, վարդությունները կան, գրքի պատասխանելն է գրքի վերջում։ Այսինքն,